Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում հարցեր քրիստոնեական հաղորդաշարն է։ Այսօր մենք կփորձենք խոսել հոգեբանության մասին, կապված քրիստոնյայի կյանքի, հոգևոր վիճակի, ապրումների հետ։ Այս մասին կխոսենք ով Արտուր Նազարյանի հետ։ Ով Արտուր, նախքան բուն թեմային անցնելը ես կցանկանայի մի հատ կարճ բարձեցում բերենք։ Ինչ տարբերություն կա հոգեբանի եւ հոգեբույժի միջև։ Հոգեբանը այն մասնագիտությունն մարդն է, որը որ սովորել է հոգեբանություն, ասենք ինստիտուտում կամ որևէ ինչ-որ համալսարանում, իսկ հոգեբույժը դա բժիշկ է։ Դա բժշկական գիծն է արդեն։ Այսինքն հոգեբանը սա ընդհանուր տեղեկություն է, էլի, ասենք, բան չի, հոգեբանը, եթե կարա, ասենք, տեղյակա, ասենք, այդ թեորիային, որը ոնց է, ինչ է, իսկ հոգեբույժը ինքը ավելի գնում է դեպի բուժման։ Ոնց կարա, դա բժիշկ է արդեն, որ կարա դեղ նշանակի, կարա հոգեկան խանգարումներ, այդ ոլորտի հոգեբույժը այդ ոլորտի բժիշկն է։ Օրինակ հոգեբանը չի կարա բժշկությունը, չի կարա դեղ նշանակի, իրավունք չունի դες բաներ անի։ Դե կա այդ նաև հոգեթերապևտը, մի հատ այնց հասկացողություն էլ կա, բայց սա է հիմնականում։ Ուղղակի այն սկզբից ես ասեմ, որ մեր հաղորդումների ժամանակ երևի ասած կլինենք, որ հոգեբան ենք ասում կամ հոգեբույժ, բայց դա հոգու հետ կապ չի, այլ փսիխոն ասա, էլ, այսինքն մարդու շունչը, անձը, դրա մասին է խոսքը, ոչ թե հոգու մասին է խոսքը։ Ինչպես կբացատրեք, ինչ է հոգեբանությունը եւ ինչի վրա է կենտրոնանում այն։ Դե ոնց ասեցի, մարդու անձի, այսինքն միտքը, էմոցիաները, կամքը մարդու այդ ոլորտն է։ Այսինքն հոգեբանությունը մի գիտություն է, այդ ոլորտը ուսումնասիրել, տեղյակել, իմանալ, սա է հոգեբանությունը։ Քրիստոնեության մեջ տարաձայնություններ կան, որոնք որոշ մասը ընդունում են հոգեբաններին, որոշ մասը չի ընդունում, որոշ մասը ընդունում է հոգեբանների ծառայությունից օգտվելու, որոշը չի ընդունում, այլ ինչ խոչընդոտ կա, որ այս տարաձայնությունն է բերում։ Ինչի վրա են մարդիկ հիմնվում, ինչ է կարծում։ Հիմնականում ըստ իս, որ եթե հոգեբանը կամ հոգեբույժը հավատացյալ չի, այսինքն ոնց կարա անհավատ մարդը հավատացյալ մարդուն մանավանդ այդ բնագավառը, մարդու կամքը, միտքը, էմոցիան, ոնց կարա ինքը օգնի։ Բայց գալիս ենք նույն տեղը, եթե մենք չենք ընդունում հոգեբույժին, ուրեմն մենք որևէ բժշկություն պետք է չընդունենք, որտեղ ընդեղ էլի կարող է, ասենք, հավատացյալ չլինեն, ասենք սրտի օպերացիա են անում կամ ասենք եւ այլն, այսինքն մարդու մարմնի հետ կապված ամեն ձևի նեյրոխիրուրգ կա կամ բան վերջը, մարդու ուղեղ բան, հա, բայց հիմնականում եկեղեցիներում սովորացրել են, այդպես ուսմունք կա, դա աստվածաշնչային է, որ հիմնականում դա անում են եկեղեցու հատուկ նշանակված կամ ձեռնադրված ծառայողները կամ հովիվներն են դրանով զբաղվում։ Բայց ըստ իս, եթե դու չես ընդունում հոգեբույժի որպես բժիշկ, ուրեմն ինչ տարբերություն, սա էլ է բժիշկ, նրանք էլ են բժիշկ, տարբերությունը ո՞րն է։ Ուրեմն որևէ բժշկի դու պետք է չընդունես։ Կամ ասենք ինչ կարա, ոնց ենք մենք մտածում, եթե հոգեբույժը քրիստոնյա է։ Կարա լինի, չէ։ Կարա։ Իսկ հոգեբանը բժշկում է։ Ոչ, ես ասի տարբերությունը դա է, որ հոգեբանը իրավունք չունի բժշկի։ Դու կարաս մի ինչ-որ բնագավառից շատ տեղյակ լինես, բայց դու բժիշկ, եթե բժիշկ չես, դու իրավունք չունես բժշկես։ Բայց տարածված, ասենք, տենդենցիան է, որ մարդիկ գնում են հոգեբանի մոտ, ասենք, դեպրեսիայի մեջ է մարդը, գնում է հոգեբանի մոտ
բժշկություն, եթե վեկալենք վերջնակետը բժշկություն ստանալն է, ինքը պատկերացնում է, որ հեսա հոգեբանը այնպես բաներ կասի կամ այնպես կանի, որ ինքը կազատվի դրանից։ Դե տեսեք, եկեղեցում կա այդ ձևի լավա լինի այդ ձևի ծառայություն, ասենք հիմնական դա հովիվներն են անում, ռուսերեն դուշեպապիչիցիլստվա, այսինքն մարդու անձի շուրջ, ասենք, հոգատարություն։ Հա։ Հիմա դա ինչ է, դա բժշկություն չի, դա ավելի շատ մարդուն խորհրդատվություն է, հոգատարություն է, որ մարդը չանցնի այն սահմանը, որ արդեն խելագարվի կամ հունից հելնի կամ արդեն, այսինքն այդ ծառայության նպատակը դա է, որ օգնես մարդուն, օրինակ, եթե մարդը շատ զբաղված մարդ է, չի հասցնում, շուտ ներվայնանում է, խորհրդատվության, ասենք, այդ ծառայության միջոցով օգնես մարդուն, որ որոշ բաներ թողի, որոշ բաներ, սա դեռ բժշկություն չի։ Մենք ասում ենք, որ դա ներքին բժշկություն է տեղի ունենում, հոգևոր բժշկություն կամ ներքին բժշկություն, այո, բայց եթե խոսքը գնում է բժիշկ, որպես բժիշկ դա մասին, իհարկե մենք իրավունք չունենք, օրինակ հովիվը չեմ կարծում, որ որոշակի դեղեր նշանակի, օպերացիաներ նշանակի, սրա իրավասությունը չունի, կարա մարդիկ տան մեջ, մեծ թե փոքր տան մեջ ամեն ինչ կարան անեն, բայց ասենք դա ես ու դու կարանք իրար դեղեր նշանակենք, ասես գլուխս ցավում է, ասեմ պարացետամոլ վերցրու խմի, կանցնի, բայց էս մակարդակն է, իսկ բժիշկը ավելի անալիզներ, դիագնոստիկա, ավելի պրոֆեսիոնալ մակարդակ է այդում։ Իսկ ասենք քրիստոնյան հոգեբանի մոտ կարա ստանա այդ ճակերտավոր բժշկությունը։ Տես, ես Աստվածաշնչի օրինակով ասեմ։ Պողոս առաքյալը Կորինթացիս թղթում գրում է, որ ձեր մեջ կան բաժանումներ, կռիվներ ու դեռ մեկը մյուսին դատի եք տալիս, ինչա չկա ձեր մեջ մեկը, մի իմաստուն մարդ, որ կարողանար այդ դատը ձեր մեջ աներ։ Սա լավ միտք է, սա Աստվածաշունչն է, Պողոս առաքյալն է, որպես առաքյալ եկեղեցուն ուսուցանում է, վարդապետություն է տալիս, բայց մենք դրանով չենք հերքում ամբողջ դատական համակարգը երկրի։ Այսինքն դա լավ բան է, եթե վերջը կա մի նեյտրալ մարդ եկեղեցում, որ կարա երկուսի մեջտեղը ճիշտ որոշումներ ընդունի, էլ չհասնեն դատի։ Բայց դրանով չենք հերքում դատական համակարգը։ Ամեն նույնը բժշկությունն է, ասենք նույնը հոգեբանն է, նույնը ցանկացած տեսակի տրեյնինգներն է, ուսուցումներն է, ցանկացած տեսակի։ Ասենք հավատացյալ մարդը բիզնես է սկսում։ Ասենք ուզում է այդ որոշակի դասընթացների, որ իրան սովորացնեն ոնց ճիշտ բիզնեսի սկզբունքները, բիզնես մի հարց լավ չէր դա եկեղեցում ճիշտ ձևով տրվեր։ Իհարկե լավ էր, բայց եթե չկա, կամ եթե բավարար չի, կամ եթե այն մակարդակի չի, մարդը ուզում ավելի բայց նաև գիտենք, որ ես մի անգամ չի եղել մեր գործի տեղը, եկել են, ասենք, այդ ձևի տրեյնինգներ են արել, ասենք մեր, ասենք, հիմնարկի կամ մեր լաբորատորիայի, որտեղ ես աշխատում էի, կոլեկտիվի փոխհարաբերություններ, բան։ Ես որ նայում եմ ինչ ձևի տրեյնինգներ էին անում, ասենք աշխարհիկ մարդիկ են գա, լրիվ Աստվածաշնչի հիմունքներով։ Որտեղ ճշմարտությունը դա է, հա։ Հիմա եթե եկեղեցում կան տես մարդիկ, լավ է։ Եթե չկա կամ չեն կարում կամ ասենք հենց նույնիսկ հովիվը կամ որոշ դեպքերում չի իմանում ինչ ասի, ինչ խորհուրդ տա, լավ է մասնակետի մոտ մի հատ դիմի, իհարկե։ Բայց այստեղ ամենայն դեպս բաց է մնում այն հարցը, որ եթե ասենք աշխարհիկ մասնագետին դիմի, ասենք ասենք որպես քրիստոնյա ինքը կստանա մասամբ, հա, մասամբ օգնություն, բայց այն հոգևոր այն իհարկե։ Չէ, իհարկե, տեսեք, պետք է մենք տարանջատենք մի քանի բաներ։ Ուստի հոգեբանի մոտ էլ չէ։ Մենք Բելգիայում ստեղ կամ Ամերիկա կամ Եվրոպա, ասենք, նույնիսկ Հայաստան էլ հիմա
ավելի շատ դիմում ենք advocate-ի օգնությանը։ Հա։ Ասենք հավատացյալ մարդը նույնիսկ կարա անհավատ advocate ունենա, որ լավ advocate է։ Բայց ամեն դեպքում հավատացյալը պետք է արթուն լինի, որ դեպքում այդ advocate-ը ինչ խորհուրդ է տալի։ Հա։ Օրինակ advocate-ը որոշ դեպքերում ստեղ, դե գիտենք մենք, ստեղի կոնտեքստում, ասենք միայնակ, ասենք քույր է եկեղեցում, հələ թղթաբանությունը, ասենք մնալու իրավունք չունի բան, advocate-ը ինչ է խորհուրդ տալու։ Ասելու է ֆիկտիվ մի հատ ամուսնություն արա։ Դա միակ ձևերից մեկն է, որ դու ստեղ թուղթ ստանաս։ Համին հավատացյալը պետք է չասի, advocate ասում է, ոչ, այլ ինքը պետք է արթուն լինի, advocate-ի մասնագիտական խորհրդատվություն ինքը վերցնի։ Այլ ոչ թե ձևի բաներ, որ դեմա Աստվածաշնչին։ Համի գանք հոգեբանին։ Նույնը դեղա։ Այսինքն դու պետքա որպես մասնագիտական խորհուրդ վերցնես, որ մարդը սովորել է, նա գիտի որոշ բաներ։ Այսինքն դա ասենք ուսումնասիրած արդեն տեսություն է, որ մարդը գիտի։ Բայց եթե ինքը սկսում արդեն նես բաներ խորհուրդ տալ, օրինակ մարդն ասում է, որ դու լավա ոչ մեկի հետ մի շփվի, դու լավա որ դասա կամ ընտանեկան վեճերա, ասենք բաժանության խորհուրդ է տալիս։ Նման բաները դե մենք գիտենք, որ դա արդեն բան է։ Իհարկե լավագույնը որ հոգևոր մարդիկ լինեն։ Օրինակ եկեղեցիում լինեն բժիշկներ, հոգեբաններ, advocate-ներ, յուրիստներ եւ այլն։ Դա ավելի լավ է։ Սենց հոգեբանության, սենց ասած տված հարցունքներից մի հատ ես ուզում եմ մի քայլ բարձրանանք վերև Աստծո խոսքին։ Այ ինչ ներգործություն ունի Աստծո խոսքը մարդու հոգու կամ ներաշխարի վրա։ Ամենամեծ, ամենախորը, ամենաանմիջական ներգործությունն ունի։ Հարցը նրանումն է, որ ինչպես ես ասացի, հոգեբանությունը դա ավելի անձի, մտքի, ասենք էմոցիայի այդ բնագավառն է, որի մասին Աստվածաշունչը շատ է ասում։ Բայց մարդը եթե չի կարող տիրապետի, ինքը կարիք ունի խորհրդատվության։ Մարդը եթե հունից ելնում է շուշուտ, վեճեր անում, չգիտեմ, կամք չունի, չի կարող որոշում ընդունի, չի կարող այս բնագավառներից անգելա ասենց փակված հələ չեմ ասում որ ֆոբիաներ ունի, հələ չեմ ասում որ եւ այլն։ Չեմ ասում որ միգուցե գանք դրան չեմ անում, ասենք մի ինչ որ ֆերմենտ օրգանիզմում պակաս է։ Այս էլ մի հատ ուրիշ թեմա է։ Այսինքն մենակ այն չի որ հոգեկան հիվանդ մենք պատկերացնում ենք որ դևերը հարձակվել են։ Կարա նաեւ դիվահարությունը կամ դևերի ներգործությունը կամ ազդեցությունը քրիստոնյա կյանքում դա կա, չենք կարա հերքենք, բայց նաև կարա լինի ինչ-որ մի հատ ֆերմենտի, ինչ-որ մի բանի պակաս օրգանիզմում, դրանից լինի դիսբալանս օրգանիզմում։ Ուտեղից լինի արդեն շատ հարցեր լինի, որը որ հոգևոր, ասենք, ոչ հոգևոր աշխարհի հետ որևէ մի բան հետ կապ չունի։ Այստեղ կարիք կա մասնագետի դիագնոստիկան։ Հա։ Ես sense հասկացա, sense որ պարզ բառերով ասենք, այսինքն ենթադրենք մարդը անընդհատ տխուր վիճակում է, հոգնած։ Միգուցե։ Կամ sense ինչ որ մի բան չի կարող դրանից գալիս է որ ուրախ չի, դրանից գնա։ Կարա ինչ որ ոչ թե գնա, ասենք, հոգե գնա մասնագետի մոտ, որպեսզի իմանա արդեն այդ պատճառը։ Կարող է հոգեբանը ճակերտավոր ասած փոխարինել հովվին։ Ոչ, իհարկե ոչ։ Հովը կարա փոխարինի։ Ընդհանրապես հովի ծառայության մեջ ամեն ինչ է մտնում։ Հովը կարա փոխարինի հոգեբանին։ Ու պտի, հետի ոնց որ իր հենց կարևոր ծառայություններից մեկն է, որ խորհրդատվություն տա, օգնի մարդկանց, որպեսզի հաստատվեն, աճեն Քրիստոսի մեջ, կայանան իրանց կանչի մեջ ու պտուղ տան Աստծուն։ Իհարկե, սա անմիջական հովի գործն է, բայց հովը, որովհետև ինքը մասնագետ չի, հոգեբույժ չի, տեղեր կա, որ միգուցե պետք է մասնագետին դիմվի։
նույն ձև հովիվը իրավաբան չի, նույն ձև հովիվը նույն ձև, բայց հովիվը ասենք կարա ու պետքա նեյտրալ լինի, ասենք վեճերի դեպքում ինքը ոչ թե մեկի կողմը վերցնի, այլ ճիշտ ըստ Աստծո խոսքի որոշումներ ընդունի եւ այլն, այսինքն իհարկե, բայց հոգեբանը փոխարինել հովին միանշանակ ոչ։ Ես նկատի ունեմ, ասենք մարդը ինչ որ էլի կարիքների մեջ լինի ու քրիստոնյայի մասին է խոսքս ու հովին դիմելու փոխարեն դիմի առաջին հերթին հոգեբանին։ Նայած ինչ քրիստոնյայի մասն ենք խոսում, եթե հովի հետ երբեք չի խոսացել կամ եկեղեցու որևէ ավակիր, ոչ մեկ հետ չի խոսացել գնում է միանգամից հոգեբանի մոտ, նայած ինչ խնդրելով է գնում հոգեբանի մոտ։ Իհարկե սա մի քիչ լավ կլներ, որ ինքը մի քիչ նախապատրաստվի, իմանա ինչ վտանգներ կարա լինի, ինչից զգույշ լինի։ Էլ եմ ասում, ցանկացած մասնագետի մոտ գնալը դա մեղք չի։ Հոգի պիտի իմանաս այդ մասնագետը, ասենք նույնիսկ ես գնացել եմ ճարտարապետի մոտ։ Ասում իմ համար տուն շինի։ Բայց վերջը կամ պետք է ճարտարապետը իր ճաշակով իմ համար տուն սարքի, կամ ես պետք է ասեմ ես ինչ եմ ուզում։ Այդ ինչ եմ ես ուզում, գոնե պետք է մարդը իմանա ինքը ինչ է ուզում։ Որ նոր մասնագետի մոտ գնա։ Մենակ հոգեբանը չի, օրինակ ասեմ, ասենք հոգևոր մարդուկին են, իրանց մեջ սեքսուալ խնդիր ունեն, սեքսուալ ոլորտի խնդիր ունեն։ Կարող է կինը կամ տղամարդը հարց իրանք ում մոտ պետք է գնան։ Իհարկե պետք չի որ իրանք, եթե դա զուտ տեխնիկական, զուտ մասնագիտական է, իհարկե սեքսապաթոլոգի կամ այդ բնագավառի մասնագետի մոտ բժշկի մոտ պետք է գնան։ Եկան հովի մոտ, հովի ինչ պետք է անի։ Այսինքն բաներ կա, մենք եկեղեցում պետք չի պատկերացնենք, որ հովիվն է ու վերջ, այսինքն էլ որևէ մասնագիտություն չկա։ Այդ ձև չի։ Իհարկե Աստված հովին էլ կարա ու տալիս է շատ բաներ, օրինակ շինարարության մեջ, չգիտեմ, տարբեր բնագավառներում պատկերացում, հասկացողություն, արդեն պրակտիկա, ցես բաներ կարա լինի, բայց զուտ մասնագիտական արդեն մասնագետը պետք է խոսա։ Բայց այստեղ պիտի զգուշ լինենք ու միշտ հիշենք ձուկ ուտելու պայմանը, որ փոքր երեխուն ձուկ չեն տալի ուտել, մայրն է կերակրում, որովհետև փշեր կա ձկան մեջ։ Հիմա եթե քրիստոնյան միանգամից գնում է, միանգամից ուզում է ձուկ ուտի, այստեղ խնդիր է, կարա փուշ ընկնի կոկորտը։ Կարող է, այստեղ էսի խնդիր է։ Ոչ թե որ իրավունք չունի, դա օգուտ չի։ Իրավունքի հարց չի, հա։ Մարդը ազատ է, որ մասնագետի մոտ է, մարդը բռնված չի եկեղեցում, որ միայն ցես պետք է անի։ Բայց հոգևոր մարդը պետք է հասկանա, որ որոշ բաներ կա, պետք է խորհուրդ հարցնի, իմանա ինչ անի։ Իհարկե սա գալիս է նաև հովից կամ ավակից, որ երբ որ տենում է, որ հարցը լուրջ է կամ զուտ մասնագիտական է, ուղղորդի մասնագետի մոտ, այլ ոչ թե բանանի, որ ես կասեմ, կամ ասենք այս մի ծայրահեղություն էլ կա, որ դու հոգևոր մարդ ես, աշխարհիկ մասնագետի մոտ։ Իհարկե դա ծայրահեղություն է, դա ճիշտ չի։ Ամեն բնագավառ ունի իր մասնագետը։ Ես կարող եմ էլեկտրականությունից մի քիչ հասկանամ, ասենք վերջը ոնց են միացնում, բայց ես էլեկտրիկ չեմ, ես մասնագետ չեմ։ Սա տարբեր բաներ են, սրանք պետքա միշտ մենք ասենք, հիմա մեկը ինձ խորհուրդ հարցում մի բան, որ ես մի քիչ տեղյակ եմ, ես կարամ պատասխանեմ, կարամ խորհուրդ տամ, բայց եթե ես հասկանում եմ դա այն բնագավառն է, որ զուտ մասնագետ է պետք արդեն օրինակ ասեմ, քույր եղբայրներից մեկը գալիս է հովի մոտ, ասում է ես միշտ ուժ չունեմ, չեմ կարող որևէ ծառայություն անեմ։ Տրամադրություն չունեմ, ինչի՞ց է դա, չեմ անում։ Լավ կլինի արյուն տա, մի հատ դիագնոզ տան, կարող է երկատնացածր, կարող է վերջը, կարա դա ոչ հոգևոր լինի, ամեն ինչ չի, որ մենք պետք է կապենք հոգևորի հետ, բայց նաև կարա դա հոգևոր լինի։
Իսկ ասենք մի հատ sense հարց եկավ ուղղակի միտքս քրիստոնյան դեպրեսիայի մեջ է։ Խորը դեպրեսիայի մասին է խոսքը։ Այ ինչ խորհուրդ ենք տալի։ Լավ կլինի, որ այդ ձևի քրիստոնյան չհասնի խորը դեպրեսիայի մեջ նոր խորհուրդ տանք։ Այ այդ անձի հոգատարության այդ ծառայության նպատակը, որ մարդը չհասնի դրան։ Հա։ Այսինքն, երբ որ այն առաջի ծիլերն այն առաջի այն ասма, չէ, Աստվածաշունչը ասма, որ ինչ որ չար արմատներ ձեր մեջ չելնեն։ Հա։ Իրար հորդորեք, իրար օգնեք, այդ հոգատարությունը, եղբայրասիրությունը հենց դա է, որ օգնում է մեկս մյուսին, որ հանգարց մարդը չհասնի դրան։ Ու նաև մարդը ինքը պետք է բավարար չափով անկեղծ լինի, եթե կա խնդրեմ, որտեղ մենք իրար հետ կարանք շփվենք շատ ուրախ, շատ լավ, բայց մարդը այդ մատուն էլի ընկնում է դեպրեսիայի մեջ։ Այսինքն մարդը ինքը պետք է ասի, որ իմ մոտ մի բան այն չի, ես տխուր եմ, ես ոչ մի բանից չեմ ուրախանում, ես եւ այլն։ Այսինքն այդ ոնց է արտահայտվում այդ դեպրեսիա ասածը, մարդու մոտ ինչ է տեղի ունենում, գոնե գա կիսվի, խոսա, աղոթեն, խորհուրդ տան, մի հատ զրուցեն, ինչից է դա գալի, կարող է մի հատ չար արմատ կա, կարող է մի հատ մեղք կա, որ այդ մեղքի հետևանքն է, կարող շատ հարցեր կա։ Բայց եթե մարդը չի ասել, բան արդեն խորը դեպրեսիայի մեջ է, շատ դժվար է օգնել այդպես դեպքերում, շատ դժվար։ Աստծո համար ամեն ինչ անհնարավոր։ Բայց այդ դեպքում հաստատ մասնագետի կարիք կա ուրեմն։ Սա կարա ոնց որ ես ասացի, սա կարա նաև ինչ-որ մի ֆերմենտի պակասությունից լինի։ Օրինակ հավատացյալ մարդիկ, երբ որ դիաբետիկ հիվանդ են, բա ինչի չեն աղոթում։ Ինչի են ինսուլին գնում բժշկի մոտ, վերջը սարքեր են դնում, որպեսզի կառավարվի բան, որովհետև եթե չկառավարես, մարդը շոկի մեջ անգնում, կարան գնի այնպես վիճակի մեջ, որ նույնիսկ մահ տանի։ Դրա համար մասնակետին են դիմում, արյան անալիզ ես տալի, դեն մեզ ինչ վիճակ է քո մոտ։ Իմ հաջորդ հարցը էլ է թեմայի շարունակությունն է, այսպես ասած, հովի կատարած հոգեբանի, հա, այդ ծառայություն, դա հոգևոր ծառայություն է։ Իհարկե, հա, իհարկե։ Դե հոգևոր ծառայություն, որ մենք ասում ենք, մի քիչ ոնց որ շատ ոնց որ ամեն ինչ է ներառում մեջը։ Սա ավելի շատ խորհրդատվություն է, սա ավելի շատ ասենք մարդու հետ զրույց է, միշտ չի որ հովի կամ հավաքի ծառայությունը հոգևոր է։ Այսինքն հաճախ լինում է զրուցում ես, մի երկու հատ սովորական կյանքից բաներ ես ասում, մարդը ուրիշ ձև է նայում քո կյանքին։ Հա։ Ավելի բացվում է, ավելի ասենք զգում ես որ մարդը շատ բան է, խիստ է, ինքը իր նկատմամբ, իր ընտանիքի նկատմամբ, ինքս ռեժիմ է դրել իր համար, ասենց որ ինքս միշտ պատրաստ լինի։ Խորհուրդ ես տալի, որ մի քիչ կարելի է հանգիստ ապրել։ Ավելի կարելի է մի քիչ այս բանով, այսինքն ամեն ինչ չի հոգևոր։ Այսինքն որն է հոգևոր, որը հոգևոր չի, էսի մի քիչ բան բնագավառ է, բայց սա հովի ամենակարևոր ծառայություններից մեկն է։ Կարանք ասենք, որ կա մի հատ սահման, որտեղ, ասենց ասած, ավարտվում է հոգևոր ծառայությունը, սկսվում է հոգեբանի ծառայությունը։ Չի ասի, չեն կարա մենք այդ ձև սահման դնենք, որտեվ այն ինչ որ հոգեբանը կարա ասի, այն ինչ որ բացի հոգեբուժից, որ արդեն դեղեր է նշանակում, դեղերից մենք գաղափար չունենք, այդ բոլոր էլեմենտները, այդ բոլոր ամեն ինչը Աստվածաշունչը տալիս է։ Ընդհանրապես մարդը եթե Աստվածաշունչով ապրեց, որևէ խնդրի չի գալիս։ Որտեվ հոգեբանական ոչ մի որևէ խնդիր չի գալիս։ Ինքը կարա գա ինչ-որ բաների, որ կարիք ունի, որ իրանից ավակը իրան օգնի այդ հարցերում։ Օրինակ ասեմ։ Ես որ նոր էի ապաշխարել, ես զգում էի, որ Աստծո գրկի մեջ եմ։ Ոնց որ ինձ գրկած ելներ։ Ու ինձ թվում է շատերն են, ամենաբոլորն են այդ ձև զգացել։ Որ ինչքան մոտ, ոնց որ Աստված քո հետ իր շնչառությունն է զգում։
կոպիտ ասած։ Բայց մի հատ պահ եկա, որ ոնց որ թե չկա այդ էլ արդեն։ Ու դա շոկ է մարդու համար, քրիստոնյայի համար։ Ուրեմն մեր ես ծնկներից վրա այնքան էի ապաշխարել, միջև ավագ եղբայրից մեկն ասես դա նորմալ է։ Աստվածը մի քեզ սովորացնում է, որ դու քայլես։ Էլ գրկից իշտես քայլես։ Այսինքն սենց էտապներ մեր կյանքում շատ կա։ Այն առաջի դպրոց գնալը, այն առաջի, չգիտեմ ինչը, այն ավարտելը, այն նոր գործի գնալը, այն նոր ծառայություն սկսելը, ասենց ավակի կարիքը շատ է, որ մեկը ուղղորդի, խորհուրդ տա, ասի հոգեբարձու լինի, հոգատարությունն է նա։ Ասի սա նորմալ է, սա նորմալ չի։ Սա ճիշտ է, սա այս կարիքը հաստատ կա։ Ինչքան էլ մարդը Աստվածաշնչով ապրի, այս սենց բաների կարիքը հաստատ կա։ Դրա համար Աստվածաշնչում կա տենց հասկացություն եղբայրասիրություն։ Այսինքն մեկս մյուսով։ Չի կարա մարդը առանձին լինի։ Իհարկե դժվար է լինելու։ Որոշ դեպքերում, ասենք, Մաուգլի կամ չգիտեմ Տարզանի, չգիտեմ ինչ պատմություններից բացի, չէ։ Համենայն դեպս մարդը միշտ խորհրդի կարիք ունի ու լավ է, որ ասենք հոգևոր խորհուրդը փնտրի, քանից թե հենց ինքը հովիվը, հենց ինքը ավակը միշտ խորհրդի կարիք ունի։ Որովհետև եթե ինքը տասնապետ է, վերջը, երբ որ եկավ 11-րդ մարդը, ինքը պետք է իմանա ինչ անում հետո։ Միշտ, եթե ինքը 50-ապետ է, 51-րդ մարդու ժամանակ ինքը պետք է իմանա ինչ անում հիմա։ Եթե եկեղեցին 50 հոգի է, 50 հոգու համար արդեն որոշակի հասկացել է ոնց պետք է անի, բայց երբ որ դարավ 70 հոգի, դա մի քիչ ուրիշ ձև է։ Դարավ 200 հոգի, մի քիչ ուրիշ ձև է, դարավ 500 հոգի, դա ուրիշ ձև է։ Այսինքն միշտ մենք կարիք ունենք խորհրդի, օգնության, իմանալու եւ այլն, միշտ։ Մի հատ էլ հարց հոգեբանության մասին, հոգեբանությունը կարա իրական ճշմարտությունները մարդուն բացատրի։ Այսինքն մարդը գտնվում է ինչ-որ մի հատ վիճակի մեջ ու հոգեբանը կարողանա իրան, ասենց ասած, ճշմարտությունը բացահայտի, թե ոչ ճշմարտություն ասելով ինչ նկատի ունենք։ Ես օրինակ բերեմ իմ գործի տեղից։ Իմ գործի տեղի գործատուն, որ Իրաններ այդ լաբորատորիան, որտեղ ես աշխատում էի, ինքը էմոցիոնալ մարդ էր, ինքը շատ լավ մարդ էր, աշխարհիկ մարդ, բայց շատ լավ, իրոք լավ հատկություններ ուներ, օգներ, լսեր, հասներ, վերջը, բայց շատ էմոցիոնալ։ Ու մի 4 տարի առաջ սրտի, չեմ հիշում, ինֆարկտ եղավ, թե ինչ եղավ, հազիվ կենթանի մնաց։ Ստենդավորեցին, այս արեցին, եսի մինչեր դրեցին, կարծեմ ստենդ չդրեցին, որ կլապան են դնում։ Խոզի, վերջը, կլապան են դնում։ Էդ էլ մուսուլմանների համար էլ էդ էլ մի հատ բարի ռա, էդ էլ մի հատ ուրիշ թեմա է։ Ինքը կարիք ունեցավ հոգեբանի ծառայության։ Ինչի։ Ինքը էմոցիոնալ է, ինքը ունի լաբորատորիա, իր բիզնեսն ունի, ինքը այդ օրվանից սկսած, այդ օպերացիայից սկսած, պետք է իր առօրյան ուրիշ ձև անի։ Ստեղ մտքում ինքը պետք է ուրիշ ձև մտածի։ Եթե առաջապես մտածեց, կարճ է ապրելու։ Բարձ։ Հիմա հոգեբանը հաստատ իրեն կարող օգնի։ Օգնեց։ Ինքը ամեն անգամ սեանսների որ էթում էր, գալիս էր որոշ բաներ մեր հետ կիսվում էր, ասում էր օրինակ ինձ sense խորհուրդ է տվել, ես առաջ տես չէի անում, բայց ռեալ օգնում է։ Այսինքն օրինակ բաներ կա, որ ես բաց եմ թողում։ Էլ չեմ մտա։ Այս եթե մենք ասում ենք կարա ճշմարտություն ասես, եթե սա համարում ենք մենք ճշմարտություն, կարա։ Եթե ճշմարտությունը համարում ենք միայն Աստծո խոսքը, չէ, որովհետև նա աշխարհիկ մարդ է, նա Աստվածաշնչից տեղյակ չի։ Նա ոնց կարա ցույց բաներ ասի։ Կասեի երևի Աստծո ճշմարտության համար մարդը պետքա ճիշտ հասցեով գնա։ Դե դրանք տարբեր մասնագետներ են։ Եթե մարդը կարիք ունի Աստծո խոսքից խորհրդատվության, հովիմ դետա։
Բայց եթե կարիք ունի sense այս տիպի բաները, չնայած հովիվն էլ կամ ավակնել եկեղեցում նշանակված մարդիկ էլ կարան օգնեն, օրինակ եթե այդ գործատուն լիներ հավատացյալ, այդ նույն բաներն էլ եկեղեցում հովներ ասելու։ Որը մի դուրից է պետք է մտածես։ Դու բաներ կա պետք է բաց թողես։ Եղել է դեպքեր, լինում է դեպքեր, երբ որ հովը կամ ավակ հովը իր ծառայողները որ շատ լիք գրաֆիկ ունեն, շատ ներվային զգում ես, ասում որոշ բաներ դու պետք է թողես։ Դե չէ երկար չես ձգելու։ Երկար չես կարող այդ տանես։ Հա, իհարկե մենք Հիսուսի լույսը մեր վրա ենք վերցել, պատասխանատվություն ենք վերցել, բայց Հիսուսն ասում է դա թեթև է։ Եթե չափից դուրս ծանր է, ուրեմն դու օտար կամ ուրիշ բեռ ես վերցրել, որպեսզի ազատվես դրանից։ Համես նույն բանը հոգեբանն է անում կամ թերապևտն է անում, նույն բանը։ Այդ առումով կարան օգնեն, օգնում են։ Այսինքն մենք պետք է չպատկերացնենք, միգուցե կան տենց վատ հոգեբաններ, դե վատ բժիշկ կա, վատ ճարտարապետ կա, վատ շինարար կա, վատ վարորդ կա, վատ տեսակ ամեն ինչում կա, ամեն մասնագիտությունում կա, բայց ամեն մասնագիտությունում կա նաև լավը։ Համի դրա համար եթե մարդը մեր մոտ ուղղակի չլինի այս տպավորություն, որ հոգեբանը մենակ ստից բաներ է ասում։ Դա չի, ասենք պետք է հասկանանք, որ ես կասեի մյուս կողմից ֆիլմերից կամ պատմություններից, ասենք, էդ էլ տպավորություն թողում է մարդկանց վրա, որ ենթադրենք հոգեբանը դիմում է հիպնոզին։ Հոգեբանը որոշ մանիպուլյացիաներ անում, ասենք, մարդուն ինչ-որ խոսացնելու կամ եւ այլն։ Միգուցե այստեղ է, որ խոչընդոտը, որ մարդիկ քրիստոնյաները հետ են քաշվում կամ մտածում են, միգուցե, բայց կա, ասենք, ինչ-որ այդ բնագավառում հոգևոր աշխարհի հոգևորի հետ կապված հոգեբանի օրինք հոգևոր մարդ է, հա? Հավատացյալ մարդ է։ Չէ, ես նկատի ունեմ հոգեբանի գործի մեջ, հոգեբանի աշխատանքի ծառայության մեջ հոգևոր, նույնիսկ չար կողմի հոգևոր։ Էլ եմ կրկնում, մարդու հետ ինչ կապված է, ամեն ինչ հնարավոր է։ Ամեն վատ բանը կարա լինի։ Կա պոլիտիկայի մարդ, որ ասենք, չգիտեմ, ինչ որ մի հատ սեկտայի կամ մի հատ աղանդների մեջ են։ Կարա լինի։ Կա բժիշկ, որ ինչ-որ մտես բանի մեջ է, իհարկե։ Կա ամեն ինչ կարա լինի։ Մենակ հոգեբանը չէ, կարա նաև բժիշկը, ասենք, նեյրոխիրուրգը լինի կամ լավ ուրիշ բան, օրթոպեդիկ, ասենք, բժիշկը լինի, չգիտեմ, ինչ-որ մի հատ թաքուն մի հատ ինչ-որ կազմակերպության մեջ։ Կարա լինի, հետի չենք բացառում ces բաները, բայց մարդը պետք է իմանա, ասենք, այդ սիանսի, օրինակ նույնը մերսումն է։ Օրինակ եթե միտեղ ճղաձգություն ա եղել կամ նոր օպերացիա են արել, դու պետք է տաս մերսումի, չէ՞, մասաժների։ Հիմա հնարավոր է մասաժը սխալ մասաժ կա, մեղավոր մասաժներ էլ չէ կան։ Այսինքն ամեն ինչ չբերենք վատ բանի հարթության մեջ դա կա։ Որտեվ դեպքեր կա, որ դու պետք է տաս մերսման։ Նո դա բժիշկն է նշանակում, ու եթե դու տենում ես, որ մերսողը, չգիտեմ, Բուդդայի բանը դրեց, մի 8 անգամ նամազ արեց, բան, հասկանում ես, որ սխալ տեղ ես եկել։ Ոնց ասեմ։ Բայց եթե դու տենում ես մարդը մասնագիտորեն, քո ճիշտ մերսումա, քո ճիշտ, ասենք, ջիլը կամ մկանը, դա որևէ այդ մասնագիտական բան է։ Այսինքն ամեն ինչում կարա լինի շեղումներ, մենք պետք է արթուն լինենք, հասկանանք փուշը երբ ենք անում կամ ու մոտ չենք գնում։ Այդքան բան։ Վերջին հարցս մեր հաղորդումը կուզենամ եզրափակեմ քրիստոնյան կարող է ընտրել հոգեբանի մասնագիտությունը։ Այո, ես գիտեմ տենց քրիստոնյաների, որ հոգեբան, այս վերջի 10-20 տարին մի պահ շատ տարածվեց, որ հովները սկսեցին հոգեբանություն սովորել։ Դա լավ է, վատ չի,
որոշ տեղեր ես տեսա իր սխալ հետևանքները։ Մենք այդպես փորձել ունեցանք, ասենք, մարդ եկավ, սկսեց ավելի շատ հոգեբանությունից խոսալ մեր սեմինարներում, քան թե ու մենք միանգամից դադարեցրեցինք։ Էլ եմ կրկնում, ամեն ինչում կարաս դու սովորես, այդ սովորածիցը ճիշտը քաղես ու հրամցնես ճիշտը, բայց կարաս նաև շեղվես այդ աստղարը ուրիշ տեղ։ Ուրիշ բան ասեմ, Աստվածաշնչյան դպրոցում սովորողները, որ համալսարանում, քանի տոկոսն է, որ հավատքից ընդհանրապես հեռանում են։ Այսինքն չի նշանակում, որ համալսարանը սխալ է կամ աստվածաբանությունն է սխալ։ Ուղղակի մարդը պետք է կարողանա հասկանա ինչը վերցնի, ինչը չվերցնի, ինչքան էլ գիտություն ունենա, նա պետք է իմանա, որ Աստծուն փնտրելը իր կյանքում մնում է։ Որևէ, այսինքն գիտելիքը չի փոխարինում աղոթքին կամ վերջը։ Գիտելիքը չի փոխարինում Աստված ճանաչողությանը։ Այսինքն բաներ կա, որ մարդը պետք է դրա համար էս ասում, որ սկզբից մարդը պետք է իմանա ինքը ինչ է ուզում։ Ինչն է իրան օգուտ, ինչն է իրան վնաս, որ ինքը հասկանա։ Սա միայն հոգեբանության հետ կապված չի։ Ցանկացած մի շատ օրինակներ ասեցի, ցանկացած բնակավարում դու պետք է իմանաս ինչից զգուշ ես, ինչից զգուշ չես։ Ամենայն դեպս հոգեբանը մնում է որպես մասնագիտություն։ Ու ոչ մի էլ կար, ուղղակի ոչ մի վախենալու բան չկա դրանից։ Ոչ մի Աստվածաշնչում ամենայն դեպս մենք չենք գտնում ինչ որ մի տեղ, որտեղ որ հակառակ խոսվի կամ ինչ որ Օրինակ ես շատ կուզենայի մեր եկեղեցում, ընդհանրապես եկեղեցիներում, օրինակ ասեմ, նոր հիշեցի։ Տարիներ առաջ, որ մենք խնդրի առաջ էինք, որ դատական process էին բացել մեր եկեղեցու դեմ։ Մենք ստիպված, որտեղ այդ պրոցեդուրան ունեցա, դու պետք է advocat ունենաս։ Լավ է, մենք ճարեցինք քրիստոնյա advocate-ի, որ ինքը մեր կոնտեքստ ավելի լավ է հասկանում։ Ու Աստված էլ օրհնեց, մենք հաղթեցինք այդ պրոցեդուրան։ Թե հակառակ դեպքում մենք պետք է հազարավոր եվրոներ մուծեինք ու դուրս գայինք եւ այլն այդ պատմություն կա։ Ես կուզենայի, որ մեր եկեղեցում, մեր եկեղեցիներում բոլոր մասնագետներ լինեն։ Ոչ թե ինքնուսուց, ոչ թե ասենց մի հատ բլոգերի հետևորդ, պրոֆեսիոնալ մակարդակի մասնագետներ լինեն։ Բոլոր բնակավարներում։ Սա ավելի կհարստացնի, սա ավելի էլ եմ ասում, նույնիսկ հոգևոր բաները եկեղեցում էլի կարիք ունի ղեկավարման, կարիք ունի մասնագիտական մի հատ հասկանաս, օրինակ ասեմ, Պողոս Առաքյալն ասում է, երբ որ իրար հետ է գալիս, ով մարգարեական խոսք ունի թող ասի, ով լեզուներ թարգմանի, այսինքն շնորհի նվերները պետք է գործեն։ Բա այսինը որևէ մասնագիտության հետ կապ չունի։ Եթե դու սես թողես էդի, եկեղեցին կվերածվի, պատկերացնում ես, քաոս, իրար կուտեն, կհոշոտեն, օտրանով կվերջանա ամեն ինչ։ Սա որ որևէ մասնագիտության հետ կապ չունի։ Սա զուտ երկնա Աստծո շնորհի նվերները, որ մարդկանց է տալի։ Այսինքն ամեն բնակավարում մենք կարիք ունենք կարգի, կարիք ունենք ճիշտ ղեկավարման, կարիք ունենք ճիշտ օգտագործման, էլ այդ նույն տեղն են գալի, որ դանակը կուխնյայում խանութում դանակ կա եւ դանակը սարազեն կա, ամեն բնակավարում պետք է իմանաս ճիշտ կարգը, ճիշտ օգտագործման ձևը, ինչ վտանգներ կա, ինչից զգուշանաս ու ոնց օգտագործես։ Այո։ Շնորհակալ եմ Հովիվ խոսակցության համար, սիրելի հեռուստադիտողներ, այս հաղորդումը մեր կազմակերպել ենք տրված հարցերի հիման վրա։ Գրեք մեզ ձեր հարցերը, ձեզ հետաքրքրող արդի թեմաներ, որոնց մասին կցանկանայիք, որպեսզի մենք զրուցենք։ Եղեք օրհնված, մինչ հաջորդ հանդիպում։ Տեր օրհնի։